Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր թիմակիցների հետ Սուրբ Սարգիս եկեղեցում էր մասնակցելու պատարագի։ Այստեղ էր նաև մեր ձեոշարժման համակարգող Նարեկ Կարապետյանը, որն ավելի վաղ հայտարարել էր, որ ինքը 15 տարի է հենց այս եկեղեցում է պատարագի մասնակցում, եւ Փաշինյանի պատճառով չի հրաժարվելու այս անգամ էլ ներկա գտնվելուց։ Նշենք, որ ինչպես եւ նախորդ անգամները, այսօր նույնպես լույսը դեռ չբացված եկեղեցու տարածքում ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության բազմաթիվ աշխատակիցներ կային։ Այսօրվա պատարագը մատուցել է Մալաթիա Սեբաստիան գտնվող Սուրբ Երրորդություն եկեղեցու սպասավոր Արարատ Քահանա Օրդոյանը։ Իսկ Փաշինյանին ջերմ դիմավորել ու ողջագուրվել է Նավասարդ arczepiskopos Կճոյանը, որը օրերս մի քանի այլ բարձրաստիճան հոգևորականների հետ հանդիպել էր վարչապետին։ Կճոյանն այսօր հրաժարվել է հարցերի պատասխանել եկեղեցու շուրջ կատարվող զարգացումներին կարճ մեկնաբանություն է տվել Նարեկ Կարապետյանը, որի հորեղբայրն ավելի քան 5 ամիս է կալանավորված է ի պաշտպանություն եկեղեցու արված հայտարարության համար։ Հայ ժողովուրդը չպաշտպանեց վարչապետի ակցիաների եկեղեցու դեմ եւ հայ ժողովուրդը կանգնեց կաթողիկոսի կողքին։ Եկեղեցու process-ները դրսից, քանի որ չկարողացան իրենց ուզած հանգուցալուծմանը բերել, նրանք եկան ներքին հանգուցալուծման, գնացին ներքին հանգուցալուծման, բայց այս ամեն ինչը ցույց տվեց, որ հայ ժողովուրդը չպաշտպանեց եկեղեցու դեմ հարձակումները եւ միայն ներսից են փորձում ինչ որ քայլեր ձեռնարկել։ Կներեք, ձեր ձևը ո՞րն է հիմա շնորհակալ եմ շատ, հետո ձեր ձևով եկեղեցին պաշտպանում։ Մենք մեր ձևով եկեղեցին պաշտպանելու ենք միշտ։ Սրբազան կեղծ պատարագին մասնակցում եք, որ ինչ անեք։ Այս ամեն ինչը կաթողիկոսի դեմ է, սրբազան։ Սրբազան այդ դուրս եք եկել։ Չեք խոսում սրբազան։ Կեղծ պատարագին մասնակցում եք, որ ինչ անեք։ Ինչու եք եկել այս։ Դուք եք կաթողիկոսին դեմ։ Դուք եք կաթողիկոսին դեմ, սրբազան։ Ինչպես Փաշինյանի մասնակցությամբ նախորդ պատարագներին, այսօր եւս Սուրբ Սարգիս եկեղեցում պատարագ մատուցող քահանա Արարատ Օրդոյանը չհնչեցրեց ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II անունը։ Վեհափառի անունը եկեղեցում հնչեցնելու համար անվտանգության աշխատակիցները քաշքշելով դուրս բերեցին ռեժիսոր եւ իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանին եւ ակտիվիստ Հայկ Դորունցին։ Կաթողիկոսը Գարեգին երկրորդը կաթողիկոսը, բայց քեք սխում գլխի։ Ուշտիրարով գլուխ եք որ չկա ենթարկում, ի՞նչ Մի խոչընդոտ եք մեզ։ Մեր գործողությունը մի խոչընդոտ։ Մարտա որսացվել։ Մենք բռնություն չենք օգտագործում։ Գլխին սխմել է բռնություն ենթարկում։ Ոչ, դա բերման ենթարկելու ձև է։ Իսկ կաթողիկոսի անունը այդ նոր բարեփոխումներից հետո է այս ձևը կիրառվում։ Թուրքիա կատարած այցի ժամանակ Ռոմի Պապ Լևոն 14-րդն այսօր այցելել է Ստամբուլի հայկական եկեղեցի։ Ըստ Վատիկանի մամուլի ծառայության իր ուղերձում Ռոմի Պապը ողջունել է Գարեգին II-ին, ինչպես նաև Թուրքիայի հայկական համայնքին։ Հետախուզում է հայտարարվել գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ։ Նա մեղադրվում է կաշառք տալու եւ իշխանությունը չարաշահելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնաս։ Հիշեցնենք, որ Գրիգորի Խաչատուրովը գեներալ-գնդապետ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին է։ Կալիֆոռնիայում դեռևս չպարզված հանգամանքներում կրակոցներ են հնչել մանկական սրճարանում երեխայի ծննդյան արարողության ժամանակ։ Հրաձգության հետևանքով 4 մարդ զոհվել է, 10-ը վիրավորվել։ Կասկածյալը դեռևս չի հայտնաբերվել։ Զոհերի մեջ նաև երեխաներ կան։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պաշտոնական խնդրանք է ներկայացրել Իսրայելի նախագահ Իցխակ Հերցոգին իրեն ներում շնորհելու վերաբերյալ։ Հիշեցնենք, որ Իսրայելի վարչապետի նկատմամբ արդեն մի քանի տարի քրեական գործ կա կոռուպցիայի մեղադրանքով։ Վարչապետը հերքում է մեղադրանքները եւ իրեն մեղավոր չի ճանաչում։ Հանրապետության տարածքում դեկտեմբերի 1-ից 3-ը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում գիշերային ժամերին ձյան եւ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում անձրևի տեսքով։ Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 3-ից 4 աստիճանով։ Երևանում դեկտեմբերի 1-ին սպասվում է անձրև։